Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 30։ Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան, որ արթուն է և իր հանդերձները պահում է, որ մերկման չգա և նրա ամոթանքը չտեսնեն։ Հայտնություն 16-րդ գլուխ 15-րդ խոսք։ Արթուն լինելը նույնքան կարևոր է աղոթքի համար, որքան աղոթքը մեր բոլոր մյուս պարտականությունների համար։ Ոչ մի ծառայություն չի կարող պատշաճ կերպով կատարվել առանց աղոթքի, և աղոթքն էլ չի կարող լինել ճշմարիտ առանց արթուն լինելու։ Զորությունը պարզապես աղոթքը չէ, այլ այն աղոթքը, որն արվում է սուրբ և հոգևոր կերպով։ Իսկ դա հնարավոր չէ, եթե պահակը լքել է իր պահակակետը։ Եթե քրիստոնյային գտնենք հոգևոր քնի մեջ, երբ նրա շնորհները ննջում են, ապա նա աղոթքի համար նույնքան անպատրաստ է, որքան քնած մարդը աշխատանքի համար։ Ինչ էլ որ մարդն անի, երբ քունը գալիս է, նրա գործը դադարում է։ Քունը աշխարհի մեջ հավասարեցնողն է։ Այն բոլոր մարդկանց միանման վիճակի մեջ է դնում։ Ուժեղ մարդը քնած ժամանակ թշնամուց իրեն պաշտպանելու հարցում նույնքան անօգնական է, որքան փոքր երեխան։ Հարուստն ու աղքատը, երբ քնած են, ոչնչով չեն տարբերվում։ Հարուստը իր ունեցվածքից ավելի շատ օգուտ չի ստանում, քան եթե ընդհանրապես ոչինչ չունենար։ Նույնպես էլ քրիստոնյան, երբ իր շնորհները քնած են, նմանվում է այն մարդուն, որն ընդհանրապես շնորհ չունի։ Նա կաղոթի մարմնավոր մարդու պես, և Աստծո ներկայությունը աղոթքի մեջ ավելի չի վայելի, քան կվայելեր այն մեկը, ով հոգևոր կյանք չունի։ Որքան տխուր է սա, և այնուամենայնիվ, որքան հակված ենք աղոթքի ժամանակ տեղի տալու այս հոգևոր ննջին։ Այն աննկատ սողոսկում է հոգու մեջ, ինչպես քունն է անզգալիորեն պատում մարմինը։ Սիրտն արդեն հեռացել է, մինչ քրիստոնյան դեռ չի էլ գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ սատանան հատկապես զգոն է աղոթքը խափանելու հարցում, քրիստոնյան նույնպես պետք է զգոն լինի աղոթքի մեջ։ Որտեղ պետք է դրվի ամենաուժեղ պահակազորը, եթե ոչ այնտեղ, որտեղ թշնամին ամենակատաղի հարձակումն է գործում։ Աղոթքն այն ամրոցն է, որի դեմ նա իր բոլոր ուժերով պատերազմում է և փորձում է այնտեղից դուրս մղել քրիստոնյային, որովհետև լավ գիտի, որ իրեն ամենախորը խոցող հարվածները հենց այդտեղից են գալիս։ Աղոթքը նման է ամրոցի։ Երբեմն քրիստոնյայի մոտ այլևս ոչինչ չի մնում բացի աղոթքի հոգուց, սակայն հենց դրանով նա հետ է մղում սատանային, զրկում նրան իր բոլոր առավելություններից և նրա ձեռքից խլում նույնիսկ նոր ձեռք բերած հաղթանակները։